Եվս մեկ անգամ, հարգելի բարեկամներ, հարկ եմ համարում այս թեմայի մասին խոսել։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունը պարլամենտական պետություն է, բարձրագույն քաղաքական մարմինը պարլամենտն է։ Պարլամենտը վերահսկողություն է իրականացնում գործադիր մարմնի նկատմամբ, կառավարության նկատմամբ, վարչապետի նկատմամբ։ Պարլամենտն է նշանակում, հարգելի բարեկամներ, վարչապետին աշխատանքի եւ վարչապետը իր ողջ գործունեության համար հաշվետու է պարլամենտին։ Պարլամենտը վերահսկողություն է սահմանում, վերահսկողությունը դա վերլուծությունն է, վերահսկողությունը դա դիտարկումն է, վերահսկողությունը դա ստուգումն է։ Վարչապետի գործունեությունը պետք է ենթարկվի ստուգման պարլամենտի կողմից։ Պարլամենտը կազմված է պատգամավորներից, ովքեր կաշկանդված չեն հրամայական մանդատով եւ գործում են իրենց խղճի եւ համոզմունքների, ժողովրդական լեզվով ասած, գյորա։ Խղճի եւ համոզմունքների գյորա, հարգելի բարեկամներ։ Այսինքն ադմինիստրատիվ ուղղահայաց հրամայական մանդատով պատգամավորը կաշկանդված չէ։ Խմբակցության որոշումներով պատգամավորը կաշկանդված չէ։ Կուսակցության որոշումներով պատգամավորը կաշկանդված պիտի չլինի։ Սրանք բոլորը իրավական նորմեր են։ Գրված օրենքներում եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունում։ Իշխանությունը պատկանում է պարլամենտին։ Դաշնակ մաշնակներ, բայց ձեզ հալալ է, լուրջ եմ ասում։ Ձեզ հալալ է։ Ձեր ենթական Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է տարիներ շարունակ օտարերկրյա գործակալ լինելու մեջ։ Ստուգել եք ստահակ շանվորդիներ։ Ստուգել եք սա ճիշտ է, թե սխալ։ Այսինքն ձեզ թվում է պիտի Փաշինյան Նիկոլ այս կեղտոտ գործը անի, դուք կողքից սպիտակ ձեր վերնաշապիկները հագնեք եւ լավ տղա խաղաք ու հայրենասեր խաղաք։ Հա։ Դուք պիտի բանակից թռնեք, դաշնակներ եւ հանրապետականներ, Արցախի դրոշը դնեք ձեր դեմը եւ ժողովրդական լեզվով ասած բոզիլաց դնել։ Դաշնակ մաշնակներ, Հայաստանի Հանրապետության վարչապետը կոմպենսացրել է այն մարդկանց, ովքեր հեկերը վաճառել են ադրբեջանցիներին, կոմպենսացրել է Հայաստանի Հանրապետության բյուջեից։ Ձեր ենթական կոմպենսացրել, դուք այս գործը ստուգել եք, դուք կարող եք հաշվետվություն ներկայացնել հանրությանը։ Այս գործը ստուգել եք, թե ոչ։ 23 թվականի դեկտեմբերին դաշնակ սրիկաներ Հայաստանի Հանրապետության վարչապետը ջրել է Արցախում տրված բոլոր վարկերը։ Ստուգել եք, ովքեր են վարկառուները։ Ստուգել եք, իսկ կարող է ձեր տերերն են այդ խոշոր վարկառուների մեջ, կամ հենց դուք։ Ինչքան դուք պիտի մոլորեցնեք այս ժողովրդին։ Փաշինյան Նիկոլը ձեր ենթական է։ Ու ձեզանից յուրաքանչյուրը կաշկանդված չէ դաշնակցական կամ հանրապետական ադմինիստրատիվ որևէ հանգամանքով, այլ պիտի կաշկանդված լինի միայն իր խղճով ու համոզմունքներով։ Դուք ստուգել եք Նիկոլ Փաշինյանի գործունեությունը։ Նիկոլ Փաշինյանը դարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ իրականացնելով կեղծ հեղափոխություն։ Ստուգել եք 18 թվականին, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում։ Կանչել եք ազգային ժողով, ազգային անվտանգության ծառայության պատասխանատուներին հարցեր տալու համար, թե ոչ։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Որովհետև դուք Նիկոլ Փաշինյանի հետ դաշնակներ, հանրապետականներ, Սերժիկ Սարգսյան, դուք գտնվում եք մեկ օղակի մեջ։ Դուք գտնվում եք մեկ օղակի մեջ եւ այս արհավիրքը, որ տեղի է ունենում ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կողմից, այլ միասին եք այս ամենը դուք անում։
Ուղղակի մարդկանց դրել եք անասունի տեղ։ Ուղղակի մարդկանց դրել եք ոչ դուք ծախուշներ։ Դուք այս ողջ ժողովրդին դրել եք ոչխարի տեղ։ Հա։ Դուք այս ողջ ժողովրդին դրել եք ոչխարի տեղ, դուք ոչխար լինելով հանդերձ, դուք եք դրել մարդկանց ոչխարի տեղ։ Այս ամենը միայն Նիկոլ Փաշինյան։ Նիկոլ Փաշինյանը էլի եմ ասում, ձեր ենթական է։ Դուք կաշկանդված չպիտի լինեք։ Ստուգել եք Նիկոլ Փաշինյանի գործունեությունը։ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Փաշինյան Նիկոլը կամ Փաշինյան Նիկոլի տերը տիրոջ հրահանգով, հրամանով, չեմ սիրում այդ ձևակերպումը տեր բան, խախտվել է հոկտեմբերի 10-ի հրադադարն է խախտվել, այս հարցը բարձրացրել եք դուք պարլամենտում։ Բարձրացրել եք այս հարցը, թե ինչու է խախտել։ Իհարկե չէ։ Որևէ մեկը ձեզ չի ասում Փաշինյան Նիկոլին իշխանությունից հեռացրեք, դուք պիտի անեք օրենքով սահմանված ձեզ վերապահված դիազորությունները, ձեր խղճի, ձեր համոզմունքների տիրույթում։ Փաշինյան Նիկոլը ձեր ենթական է, հասկանում եք դուք։ Եվ դուք չեք կարողանալու ինչ տեղի է ունենում Բարդեք Նիկոլ Փաշինյանի վրա, կարծես թե դուք ոչ մի բանից խաբար չեք։ Կարծես թե դուք ոչ մի բանից տեղյակ չեք, ոչ մի պատասխանատվություն չունեք։ Հարց եմ բարձրացրել, արդյոք Հայաստանի Հանրապետությունում կան դիրքեր, հարց եմ բարձրացրել, որտեղ հասնում են դիրքապահները ադրբեջանական անցակետերի միջով անցնելիս, ադրբեջանական վերահսկողությունով անցնելիս, զննությունով անցնելիս, ստորության միջով անցնելիս հարց եմ բարձրացրել։ Պապիկյան Սուրիկը վերջերս եկել էր ազգային ժողով, տվել եք այդ հարցը Պապիկյան Սուրիկին, ինչու չեք տվել։ 200,000 մարդ է դիտել միայն։ Դրանից հետո քերական գործ է հարուցվում Արշակ Կարապետյանի նկատմամբ, իբրև թե այդ դիրքերը 21 թվականին ինքն է իր որոշմամբ է հանձնվել։ 21 թվականին նոր եք հիշել։ Նոր հիշեցիր Փաշինյան Նիկոլ, Արշակ Կարապետյանին։ Բացահայտումներ է անում այդ մարդը Մոսկվայից, մեղադրելով Փաշինյան Նիկոլին նրա մեջ, որ ինքը ազգային օտար պետության գործակալ է։ Ձեր ենթակային մեղադրում է նրա մեջ, որ ինքը օտար պետության գործակալ է, եւ դուք կապ չունեք այս ամենի հետ։ Ձեր ենթակային դրա մեջ են մեղադրում, դուք կապ չունեք։ Դուք վաղը այսօրը պիտի ասեք, որ մենք ինչ անենք։ Դուք պիտի անհապաղ լսում, դուք ո՞ս պիտի լսումներ կազմակերպեք, եթե դուք իրար հետ եք։ Հա։ Ո՞ս պիտի։ Իրար հետ եք ասելով, ես նկատի չունեմ, որ իրար հետ մեկ տան մեջ եք ապրում։ Դուք գտնվում եք առևտրային, գործակալական հանգամանքների մեջ այս իշխանությունների հետ, այս իշխանության բերած ստահակների հետ, դուք մեկ օղակի մեջ եք, և վաղ թե ուշ, լսում եք, վաղ թե ուշ, հայ ժողովուրդը ձեզ նետելու է պատմության աղբարկը, իսկ եթե ոչ, դա անելու է օտարը, բայց այս ամենը բացահայտվելու է, Այս ամենը բացահայտվելու է դատախազի կողմից, ներքին գործերի նախարարի կողմից, ազգային անվտանգության ծառայության պետի կողմից, նոր Պապկեն ձեռը մտնելու է հանրային հեռուստաընկերություն եւ ժողովրդին փաստերով, դոկումենտներով ներկայացնելու է, թե ինչ է արել Նիկոլ Փաշինյանը եւ ինչպես եք դուք ծախուշաններ։ Ես ներողություն եմ խնդրում կենթանասերներից այս սրանց շների հետ համեմատելու համար։ Ինչպես եք դուք օգնել, ինչպես եք դուք գումարներ վաստակել այս ավանտյուրայի ընթացքում, այդ օրը սրիկաներ, շակալներ, այդ օրը գալու է։ Բանակից թռած, բանակից փախած Արցախ սիրողներ, Արցախի համար բոսիլած դնողներ, էլ եմ ասում, հեկերը Փաշինյան Նիկոլը ներողություն եմ խնդրում, հեկերը վաճառել են ադրբեջանցիներին Հայաստանի կառավարության կողմից կոմպենսացիա են ստացել ձեր ենթակայի որոշմամբ։ Հիմա հարց,
այս կայտարակությունը, այս հանցագործությունը իրականացրել է ձեր ենթական, այն մարդը, ում գործունեությունը դուք պիտի ստուգեիք, ստուգել եք իր գործունեությունը, հանրությանը հաշվետվություն ներկայացրել եք, ու դուք այս հալով, սրիկաներ, դուք այս հալով վաղը մյուս օրը պիտի գնաք մարդկանցից քվե էլի խնդրեք, Ռոբերտ Քոչարյան, Փաշինյան Նիկոլը գտնվում է քո խմբակցության ուղիղ ենթակայության ստուգման տակ, բայց քո խմբակցությունը ունենալով առևտրային կաշկանդվածություն, գործակալական կաշկանդվածություն, ինչպես նաև դու չեն բարձրացնում այս հարցերը, քո զավակը չի բարձրացրել այս հարցերը, ինչու չի բարձրացրել, այս հարցի պատասխանը որևէ մեկը պիտի Այս հարցերը պիտի ստանան իրենց պատասխանները, թե ոչ։ Ինչքան դուք պիտի շարունակեք, լսեք, ես զարման, ինչքան դուք պիտի շարունակեք մարդկանց դնել էշի տեղ, ինչքան էլի, ձեր վաճառված լրագրողների, խմբագիրների, բլոգերների միջոցով ամսական 500,000 դրամ, 1 միլիոն դրամ շպրտեք, որ մարդկանց մոլորեցնեն ողջ ինֆորմացիոն տիրույթը պահեն իրենց ենթակայության տակ, լավ մինչև երբ այս աղետը հայը ավարտելու է, իսկ եթե հայը չավարտեց, հայը չկասեցրեց այս աղետը, ուրեմն այս աղետը կասեցնելու է օտարը եւ թող օրհնվի այդ օրը։ Ես ձեր տիրոջ մերը